գիտություն ձեզ, որ հետագայում չկրկնվի, ինչ եք ցանկանում այս կապակցությամբ։ Պատվարժան դատարան, տեսեք, այդ շփումների մասում ես ցանկանում արձանագրել, որ անձը գալիս է հասարակության միջով անցնում է մարդկանց բարևելու կամ որպիսությունը հարցնելու չարձագանքելը իմ կարծիքով տարական կուլտուրայի բացակայության մասին ընդհանուր առմամբ այդ շփումներ երբևէ չեն եղել, գործի վերաբերող շփումներ երբևէ չեն եղել, ես էլ սա գիտություն դատարանի եմ ներկայացնում։ Հարցը դրա մասին չէ, դատարանը արդեն իսկ ներկայացրեց, ուղղակի զերծ մնացեք նման բաներ տեղի չունենան։ Բարի։ Հարգարժան դատարան, հարցը վերաբերում է ինձ։ Ոչ միայն ձեզ։ Հա, բոլորին օգտանային կալանքի մեջ է, շատ ճիշտ իմ ընկերը ներկայացրեց, ես առաջարկում եմ, որ գիտեմ դա ոնց է կարգառույցը, ոստիկանները մեզ հետևի մուտքով բերեն, որտեղ անկեղծ թեմաշուտ շատ դժվար է, մարդիկ գալիս են ու չես փախնել։ Ես ցանկություն չունեմ ոչ մեկի հետ բոլորի հետ ունեմ շփում, քանի որ հարգել կա, բոլորի ոչ մեկի հետ չեմ ուզում շփվել, բայց բնականաբար ասեմ քայլես մարդը գալիս ոչ ես ասի չփախենում չեմ փախել։ Եթե հնարավոր է հետևի մուտքից բերեք, որ խնդիրները չառաջանան։ Հետևի մուտքից բերելու անհրաժեշտություն չկա, ուղղակի ոստիկանների ուշադրություններ այդ հարցի վրա անկարվի, գրավելի, որպեսզի ձեզ ուղեկցեն միանգամից դահլիճներ, որով խնդիր չառաջանա։ Լավ, նստեք։ Ուրեմն գրավոր իմը ներկայացրեց ուշահետեք ներկայացնելու Մաղսուդյանի և Ատը թերացուստերը անջատ եք, այս երկրորդ անգամ արդեն։ Մեղադրյալները ձեր ստորագրություններն են, դուք եք դիմել։ Արգելի մեղադրողներ կա արտասություն մեղադրյալների շահերի միջև։ Արգելի մեղադրողներ, արտասություններ կան, չկա։ Բարի, ընդունել է։ Դատավորության մասնակիցներ նախորդ դատանիստին։ Նախորդ դատը հույսով որ հաջորդ դատական նիստին Աննա Մալքաշյանը ներկա կտրի, չէ՞ մեկ շաբաթ։ Մենք սույն վարորդով, ուրեմն ապաստների ծավալի հետ կապված նաև պաշտպանական կողմի դիրքորոշումը ամբողջական է, հավաքվեց սրվում, ճիշտ ենք հասկանում։ Ոչ միայն ձեր էլ, պաշտպան խոդրան, մնացած բոլորին է վերաբերում, հարցը սրվում, պաշտպան պատվարժան դատարանը, ես մի վերջին հարցը արկախել էի պայմանավորված այն հանգամանքով, որ մեղադրողները դիրքորոշում հստակեցնեն, կոնկրետ ապացույց պնդում են, թե չեն պնդում, որովհետև թվարկման ժամանակ չէր հնչել ապացույցի անունը, բայց երբ որ վերջում էջերն էին նշել էին այն ապացույցը, որը չէր թվարկվել, մասնարապես խոսքը վերաբերվում է Երևան կենտրոն քրեակատարողական հիմնարկում Բագրատ և Միքայել սրբազանների խոսակցությունների գաղտնալսմանը։ Պաշտպանական կողմը որևէ բան չունի ավելացնել։ Մեղադրանքի կողմը այս կապակցությամբ վերջնական ձեր պարզաբանումները և դիրքորոշումը այս կապակցությամբ հայտնեք։ Այո, պատվարժան դատարան, շնորհակալություն։ Չես նշել նախորդ դատական նիստի ընթացքում թե մեղադրանքի կողմը և թե պաշտպանական կողմը ներկայացրեցին հետազոտման ենթակա ապացույցների ծավալը յուրաքանչյուրի դիտարկման ներքո պատվարժան դատար, պարոն Խուժարյանը ասացին ձեռքում կանդրադառնամ,